Այսօր մեկնարկեց ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը, այն պաշտոնապես բացեց նորընտիր խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը, որը ներկայացնում է քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Կնյազ Հասանովը հիշեցրեց, որ որպես տարեց պատգամավոր բացել է 6-րդ, 7-րդ, 8-րդ նստաշրջանները, ապա դիմելով ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորներին հորդորեց մի կողմ թողնել տարաձայնությունները, հավաքվել պետության շուրջ, որպեսզի երկիրն ընթանա զարգացման ճիշտ ուղիով։ Անել ամեն ինչ, որպեսզի մեր երկիրը ընթանա ճիշտ զարգացման ուղիով։ Բացման առիթով ողջույնի ելույթով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, մասնավորապես նշելով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այս դահլիճից ակնկալում են հասուն քաղաքականություն, պատասխանատու օրենսդրություն եւ այնպիսի բանավեճ, որի առանցքում կլինի ոչ թե քաղաքական հակադրությունը, այլ պետական մտածողությունը։ Ազգային ժողովը երկրի բարձրագույն ներկայացուցչական եւ օրենսդիր մարմինն է։ Այն պետության թիվ 1 քաղաքական ամբիոնն է, որտեղ գաղափարների մրցակցությունը պետք է վերածվի պետական լուծումների։ Ընդդիմության շարքերից հնչեց նիստից կաթողիկոսի բացակայության վերաբերյալ բողոքի ձայնը։ Կաթողիկոսը կարող էր ինքը ներկայանալ, ոչ մեկ դրա դեմը չէր կարող առնել։ Հաջորդիվ Հասանովը ընթերցեց պատգամավորների երդման տեքստը, որը փոխվել էր ԱԺ 8-րդ գումարման նստաշրջանի ավարտին։ Ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցության պատգամավորները երդման տեքստի ընթերցման ժամանակ ոտքի չկանգնեցին։ Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Երդվում եմ։ Խորհրդարան անցած խմբակցություններն արդեն ընտրել էին իրենց խմբակցությունների ղեկավարներին ու քարտուղարներին։ Ըստ այդմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար է ընտրվել Արուսյակ Մանավազյանը, քարտուղար Վոլոդիա Հակոբյանը, Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար Տիգրան Աբրահամյանը, Հայաստան խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, քարտուղար Արթուր Խաչատրյանը։ Այնուհետև ազգային ժողովի պատգամավորները պետք է ընտրեին ԱԺ նախագահին, թեկնածու ներկայացրեց միայն քաղաքացիական պայմանագիրն ի դեմս Ռուբեն Ռուբինյանի։ Ռուբինյանը նախ եւ առաջ հրաշալի սկզբունքային մարդ է, պարկեշտ, համեստ եւ ազնիվ գործիչ, որը տարիներ շարունակ անցել է քաղաքական եւ պետականաշինության բարդ ճանապարհ։ Իր քաղաքական գործունեության ընթացքում նա եղել է եւ մնում է ամենաբաց ու թափանցիկ գործիչներից մեկը։ Մենք գալիս ենք եւ սերում ենք նույն պատմությունից, խոսում ենք նույն լեզվով, կրում ենք նույն մշակույթը, մեր ծնողները հանդիպել են եւ հանդիպում են նույն դժվարություններին, նույն խնդիրներին, մեր երեխաները ծնվում են նույն երկրում, նույն հիվանդանոցներում, ծառայում եւ ծառայելու են նույն բանակում։ Եվ հետեւաբար աշխարհում չկա որևէ բան, որևէ ընտրություն, որևէ քաղաքական տարբերություն, որ մեզ կարող է բաժանել միմյանցից, որովհետեւ մենք մեկ ենք։ Եվ մենք ձեզ սիրում ենք, նույնիսկ եթե դուք մեզ տեղ-տեղ չեք սիրում, մենք ձեզ սիրում ենք։ Սուր, բայց բարեխիղճ խորհրդարան ձևավորելու ուղով է ուզում գնալ Ռուբինյանը։ Պարոն Հասանով, դուք գոնե լավ գիտեք բանտարկյալներն ինչ է։ Անջատել Մանուկյանի վերաբանը։ Կստացվի արդյոք, ցույց կտա ժամանակը։ Այո, մենք տարբեր կարծիքներ ունենք գրեթե ամեն ինչի մասին։ Բայց մենք կարող ենք մի պարզ բանի շուրջ կոնսենսուսի գալ։ Մենք ընտրում ենք մարդկային, պարզ մարդկային բարեկեցությունը եւ պարկեշտությունը միմյանց հետ այս դահլիճում փոխհարաբերվելիս, վերջ։ ԱԺ պատգամավորները հանդես եկան ելույթներով, եղան հարց ու պատասխաններ։ 9-րդ գումարման ԱԺ-ն առաջին նիստով ընտրում է նաև ԱԺ նախագահի 3 տեղակալներին, ստեղծվում են մշտական հանձնաժողովները, էթիկայի հանձնաժողովը, ընտրվում են մշտական հանձնաժողովի նախագահները, քննարկվում է կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծն ու կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։